Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ պատմական գիտությունների տեխնացու պատմաբան Միրան Հակոբյանին, Միրան ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Վերջին մի քանի օրվա ընթացքում հայկական քաղաքական հասարակական համացանցային դաշտը, այդպես կարելի ասել, ալեկոծվեց Արարատի սիմվոլիկայի հանվելուց սահմանային ժամանակ դրվող կնիքների վրայից, եթե տերմինոլոգիան շատ ճիշտ եմ օգտագործում։ Ու կարծես թե մեր հասարակությունը ինչ-որ նորություն էր, որ օրվա իշխանությունները ճակերտավոր իրենց իրական Հայաստան գաղափարախոսության անվան տակ գնում են մեզ համար վերջին, չգիտեմ, մի քանի 100 տարվա ընթացքում հիմնական կամ հազարավոր եթե Արարատի պարագայում ասում են մինչև, չգիտեմ, մեր բաներ, առասպելներ, լեգենդներ եւ այլն, Հայկ եւ Բել, Նոյան Տապանոսը եւ այլն, ու դրա հետ միասին կարծես մեծ աղմուկ առաջացավ, ինչ որ անսպասելիության սինդրոմ ես նկատեցի սրա մեջ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչն է խնդրեմը, էլի, եթե իրենք ի սկզբանե հայտարարում են, որ այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի, այնպես պետք է լինի, զարմանալու տրամաբանությունը որտեղ է։ Զարմանալու տրամաբանությունը բացատրվում է եւ բացատրության բազմաթիվ, բազմաշերտ եզրեր ունի։ Դրանց ամենակարևորը դեռևս պետք է նշել այն, որ այնուամենայնիվ մեր հասարակությունը դեռևս շարունակում է չասենք թմբիր, բայց այն մոտեցման մեջ, որ պարտությունից հետո Արցախում կրած ծանր դաժան նվաստացուցիչ այդ պարտությունից հետո փորձում է այդ պարտությունը մոռացության տալ հասարակության մի զգալի շերտ, կարծելով թե դրանով ամեն ինչ ավարտվում է։ Եվ ամեն ինչ մոռացության տալու եւ առաջ անցնելու այս տրամաբանությամբ պետք է բացատրել հենց այդ չզարմանալու, դրվագը, մինչդեռ դուք շատ ճիշտ եք նշում, ամեն ինչ նախորոք անոնս է արվել, ամեն ինչի մասին նախորոք ասվել է։ Շատ ազնիվ են իրենք այդ այո, որ երկիրը պետք է հրաժարվի, ազգը պետք է հրաժարվի սիմվոլներից, այդ կեղծ գաղափարախոսական ինչ-որ դրույթների ներքո պետք է գործընթացներ տեղի ունենալ։ Բայց այդ ամեն ինչը հասարակության մի ստվար զանգված լսում է, սրտի խորը ցավ է ապրում, բայց փորձում է մոռացության տալ եւ մոռանալ եւ անցնել առանց հասկանալու, որ միևնույնն է, ինչ ուզում է լինի, իրականությունը գալու է եւ թակելու է դուռը։ Հիմա այդ իրականությունը եկել է, մոռացությունը չի ստացվելու։ Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու, այս տրամաբանությունը չի աշխատելու, որովհետեւ դու քեզ պարտված կհամարես, թե չես համարի, դու մի կողմն ես։ Մնացածները ոնց կհամարեն, դա արդեն, իրականությունն է։ Հիմա այս իրականության պայմաններում բնականաբար ամեն մի նման քայլը շոկ է առաջացնելու, մինչև այն պահը, քանի դեռ հասարակությունը մինչև վերջ չի գիտակցելու եւ մինչև վերջ չի ըմբռնելու այն խորքային հասարակությունը, որ ինքը գործ ունի օկուպանտ թշնամական մի իշխանության հետ, որի առաջ խնդիր է դրված ոչնչացնել հայկականությունը, այնինչ հայկական է, ինչ է ի վերջո Արարատի խորհրդանիշը, հայկական աշխարհի ինչ ուզում է լինի, դարերով այդպես է եկել, հայկական աշխարհի սիրտը Արարատյան դաշտն է, իր գլխավոր խորհրդանիշ Արարատ բիբլիական լեռով, եւ այստեղ ուղակի խնդիր է առաջանում, մի կողմից խոսել ինքնիշխանությունից, մյուս կողմից ազգային պետական խորհրդանիշներից հրաժարվել եւ հասարակությանը հրամցնել, թե դա դու ավելի ինքնիշխան ես դառնում։ Ես երևի թե 3 մոտ մի քանի օր առաջ տեսա, որ մի անգրագետ падգամավորներից մեկը դուրս էր տալի հերթական անգամ, ասում է, Արարատի խորհրդանիշի կնիքի վրից հանել ենք, բայց ՖՍԲ-ն այնտեղ նստած չի։ Հիմա դուք ինչ եք ուզում լինի, ՖՍԲ-ն ձեր կնիքները խփի եւ այնտեղ Արարատը լինի, թե ՖՍԲ-ն չլինի, այսինքն մի աբսուրդային դիսկուրս, որի մեկ այլ դրսևորումները այլն էլ, որ ինչ որ մեկ այլ տահասներ հայտարարում են, թե սա այս գնով Հայաստանը կանխեց, որպեսզի Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը չանվանվի Թալյատ Փաշայի անունով։ Դա գիտեք ինչ է, մոտավորապես ոնց որ դուք մի խանութ բացեք, այդ խանութում ինչ որ ապրանք, որ պետք է վաճառեք, ձեզ լավ լինի եկամուտը, ամեն ինչ լավ լինի, $100 պետք է $100-ով ենթադրենք վաճառեք, դրա գինը բերեք դնեք $1000, հետո ասեք 90% զեղչ ենք անում, եկեք զեղչված գնով, այսինքն գործ ունեք մի աբսուրդի հետ բառի ամենաբուն իմաստով, որը փորձում են հասարակությանը կերակրել։ Հիմա բայց
այն ինչ որ փորձում են հիմա դրան կանադառնան, ես այստեղ հարցի մյուս կողմն եմ ուզում անդառնալ։ Մեծ հաշվով պիտի ընդունենք, որ Հայաստանի երրորդ հանրապետության այն արժեքային համակարգը, որի վրա ստեղծվել է ինքը, այսինքն սովետական միության փլուզումից հետո, այդ արժեքային համակարգը այդ բովանդակությունը այլևս գոյություն չունի։ Չկա այլևս, չկա Արցախ, ուղիղ հարվածի տակ է անկախության հռչակագիրը, որը քո այսպես բաներ, անձնագիրներ կամ չգիտեմ, ինքնության այդ թուղթներ, մյուսներ եւ այլն, ջարդվում են բոլոր այն արժեքները, ինչին մենք հավատացել ենք այդ 30 տարվա ընթացքում, ու բնական է, եթե դու կորցրել ես այդ բովանդակությամբ երկիրը, ապա պետք է քեզ նոր բովանդակություն առաջարկի այսօրվա իշխանությունը։ Ես առաջարկում եմ ավելի հետ գնալ, որովհետեւ երրորդ հանրապետությունը բնականաբար իր բովանդակության մեջ սպառված է, որովհետև երրորդ հանրապետության փիլիսոփայության հիմքում դրված էր Արցախը եւ Արցախի համար պայքարը, բայց ինչու պետք է հետ գնալ, որովհետև մեր հասարակության մի ստվար զանգված չի ցանկանում գիտակցել կամ չի կարողանում գիտակցել, որ գործ ունի ոչ թե հակաղարաբաղյան մի խմբակի հետ, որի խնդիրը Արցախը հանձնելն էր, այլ գործ ունի բառի ամենաբուն իմաստով հակահայկական խմբակի հետ, որի գործը հայկականությունը ոչնչացնելն է։ Մի քիչ շատ կտրուկ չէ։ Արարատի գաղափարաբանությունը, Արարատի խորհրդանիշը, Արարատի, այդ ամբողջ գաղափարական հենքը, դա կապված չի երրորդ հանրապետության հետ։ Դա գալիս է առաջին հանրապետությունից եւ առաջին հանրապետությանը հաջորդած երկրորդ Հայաստանի սովետական խորհրդային հանրապետությունից։ Մենք պատմությունից գիտենք, չէ՞, անգամ որ Արարատի հետ կապված թուրքերը ի սկզբանե այդ խորհրդանիշի հետ կապված աղմուկ են բարձրացրել, որին ի պատասխան այդ ժամանակ խորհրդային արտաքին գործերի նախարար Չիչերինն էր, չէ՞, լավ պատասխան էր տվել դիտում։ Լուսինն էլ օձերը։ Դուք էլ լուսինն եք օգտագործում, լուսինն էլ օձերը չի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ խորհրդային 70 տարիների ընթացքում այս գաղափարը դրվել է, գաղափարը խրախուսվել է եւ դա եղել է պաշտոնական մակարդակով։ Խորհրդային Հայաստանի ի վերջո գերբի վրա է Արարատը եւ շատ ավելի պատկերավոր ձևով էր, քան երրորդ հանրապետության։ Այսինքն այստեղ չափազանցություն չկա, բառի իմաստով մեր հասարակությունը պետք է մինչև վերջ գիտակցի, որ ինքը գործ ունի ոչ թե հակաղարաբաղյան, ինքը գործ ունի հակահայկական մի խմբակի հետ, որի խնդիրը ոչ միայն Ղարաբաղը հանձնելն էր, հայկականությունը դեմոնտաժի ենթարկելն է։ Այն ինչ գաղափարական հենքը, խորհրդանշական հենքը, գոյաբանությունը ինչը տակը դրած է, դա պետք է հանվի։ Սկսած խորհրդանիշներից, վերջացրած դասագրքերով, մյուս այլ խնդիրներով։ Հիմա տես, խնդրեմը ինչումն է, որ իրանք կարողանում են այս խոսակցությունը այնքան մարգինալացնել եւ այնքան ծայրահեղացնել, երբ որ դու ասում ես, որ Արարատը քո խորհրդանիշն է, իրենք ամիջապես մեն ինչ է Թուրքիայի հետ նկատմամբ տարածքային ամբողջականության նկատմամբ հարց ունես, ինչը Ստամբուլ ուզում ես Արիանցով դարձնես, ինչ է դա բան է, այդ ինչ էքսպանսիոնիստական մոտեցում է, դու ագրեսիվ կոդ ես դնում քո հարևանի հետ փոխհարաբերություններում, պատկերացրավ անել Թուրքիան օրինակի համար Արագածը դարձնի իր համար սիվո, դու ինչպեսին կզգաս այդ իրավիճակը, ուստեղ այդ ներողություն եմ խնդրում բանանեմ հարցս ավարտելու համար, ուստեղ երբ որ իրենք այդ գրեհկաբանությամբ են առաջ գնում խոսակցության մեջ, հասկանում ես շատ բավական գիտական եւ ինչ ասեմ, պատասխանները հիմնավորված, տրամաբանված պատասխանները կարծես թե այլևս տեղին չեն լինում։ Հարցին մոտենանք երկու տեսանկյունից։ Առաջինը իրենց այդ բանավեճը տեղին չի ընդհանրապես, իրեն հարգող մարդը իրենց հետ չպիտի բանավիճի, բոլորի խոսակցության առարկան եւ բանավեճի կողմը եւ ընդհանրապես խոսակցության կողմը դա հայ ժողովուրդն է։ Դա քաղաքացիական պայմանագիր կոչվող կամ Նիկոլ Փաշինյանի այդ աղբակույտը չի, որի ներկայացուցիչներից մեկը ծագումով լինելով Ղարաբաղցի ամուսնության ֆոտոներ ունի, Շուշիի ֆոնին, հայտարարում է, թե տանը չպետք է նես նկար ունենաս, որը հարևանիդ կնյարդայնացնի։ Հիմա ես հարց եմ տալի, այդ պարագայում Մոնթե Մելքոնյանի հետ ինչ ենք անելու։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը, որը այդ տհասի տունն է պաշտպանել Մարտունիում, ինչ ենք անելու։ Մոնթե Մելքոնյանը ով է։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսը։ Մոնթե Մելքոնյանը ում դեմակարվել եւ հաղթել։ Ադրբեջանը նյարդայնացնում է, թե չէ։ Այսինքն հաջորդը մենք ուր ենք հասնելու։ Հաջորդը հասնելու ենք, որ պետքա ընդհանրապես ազգային հերոսները վերանայվեն։ Հաջորդ քայլով լինելու է Եռաբլուրը։ Եռաբլուրը ինչի խորհրդանիշ է։
զինվորական պանթեոն է, չէ՞, ինչի Արցախյան պատերազմների ընկած ես պատահական չեմ ասում, գործ ունենք ոչ թե հակաղարաբաղյան, մենք գործ ունենք հակահայկական մի խմբակի հետ, որի խնդիրն է հայկականությունը ամբողջովին ոչնչացնել։ Ինչով են վախեցնում։ Ցանկանում ես պատերազմ, մեր ժողովուրդը պատերազմից չի վախենում, մեր ժողովուրդը վախում է պատերազմից Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Մեր ժողովուրդը վախենում է։ Մեր ժողովուրդը 20 թվականի պես բովանդակության պատերազմից։ Մեր ժողովուրդը վախենում է պատերազմից Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթել։ Նիկոլ Փաշինյանը չի կարող դիմադրել։ Նիկոլ Փաշինյանը կարող է կոշիկներ լիզել։ Դա տեսել են բոլորը, դա արձանագրել են, դրանից վախենում են։ Ընդհանրապես սա է։ Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի ցանկանում։ Որ մի նորմալ մարդը պատերազմ կցանկանա, բայց ամեն ինչ ունի գին։ Խաղաղությունը ունի գին։ Այդ խաղաղությունը, որ ասում են բարձրագույն արժեք է, խաղաղությունը ինչ խաղաղություն։ Ստրկական խաղաղություն։ Դե իրենց պատասխանը հետևյալն է։ Ավելի հետ գնանք, ի վերջո, Արևմտյան Հայաստանում ազատագրական շարժումը, հայ ազատագրական շարժումը, հետո հայկական հարց ամբողջովին, բանաձև ենք դա։ Դրանից հետո Արցախյան շարժումը ինչի համար է եղել, ազատության համար է, չէ՞ եղել։ Այդ ամեն ինչը ազատության համար է։ Հիմա ազատությունը փոխարինում ես ինչով, ստրկությամբ անունը դնես խաղաղություն, ուզում եք այդպես խաղաղ ապրեք ստրուկի կարգավիճակով, վաղն էլ տառերն եք փոխելու։ Չէ, վաղն էլ կրոնն եք փոխելու, չէ՞ ինչ։ Բա տառերը ներվայնացնում է, դու ինչ գործ ունես, ինչ ես հարևանիդ ներվայնացնում այդ տառերով։ Բա կրոնը դու ինչ գործ ունես իսլամական միջավայրում, ինչ ես քրիստոնյա։ Վախում եք Նիկոլի նման չհայտնվեն նման անբարոյականներ, որոնք կհայտարարեն, որ մենք դարերի ընթացքում են պրոբլեմ ենք եղել, որովհետև քրիստոնյա ենք եղել այստեղ։ Մենք պետք է մուսուլման լինենք, որ հարևանների հետ ներդաշնակ ապրենք։ Եվ դրանով կապեինք հայոց ցեղասպանությունը։ Դու կարծում ես, իհարկե, տակն էլ մի հատ է կդնեն, որ 300,000 քառակուսի կիլոմետրանոց հայկական լեռնաշխարհում ամփոփված Հայաստանի Հանրապետություն, եթե մենք այսօր չունենք, պատճառը, որովհետև քրիստոնյա ենք, պատճառը, որովհետև այ Մեսրոպ Մաշտոցի նման խառնակիչները թույլ չեն տվել, որպեսզի մենք, տենց ընդհանուր կիրիլիցայով կամ լատինիցայով ինչ որ մի կիրիլիցա մի ասա, կիրիլիցան բանա, ռուսաստրուկությունն է, մոդա չի հիմա։ Բայց դրա հետ միասին ինչքան էլ ես հասկանում եմ, որ երբ որ ասում եք բանավիճելը անիմաստ է, պետք է խոսել մեր ժողովրդի հետ, մեր հասարակության հետ, բայց իրենք կարողացել են, հասկանում եք, այդ շատ դժվար է, երբ որ դու ամբողջ օրը անում ես մի քարոզչություն հանրային հեռուստաընկերությամբ եւ այլ մեծ այսպես քարոզչական մեթոդներով, ունես այստեղ դաշնակիցների դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի, որոնք որ անընդհատ հիշեցնում են, որ եթե դուք չանցնեք ձեր լեգիտիմության ճակերտավորը, սահմանների մեջ եւ աճ դնեք մեր տարածքների վրա կարող է կործանվել Հայաստանը, այստեղ ունես արևմտյան տոտալ աջակցություն, ռուսական կարելի ասել անտարբերություն, հասկանում եք, մեծ հաշվով մեր հասարակության այդ չհամաձայնվող մասը, ընդդիմության անգործություն, դա էլ է ամենը, մեր հաշվով մեր հասարակության այդ չհամակերպվող, չհամաձայնվող մասը, այսպիսի սարսափելի մեծ կոալիցիայի դեմ է կանգնած։ Այդ կոալիցիայի հիմքում Նիկոլ Փաշինյանի էլեկտորատ կոչվածն է, որ հարցումներով նայեք Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը եւ նրա էլեկտորալ աջակցությունը, դուք կտեսնեք, որ դուք գործ ունեք մի փոքրամասնության հետ, որը պայմանականորեն անվանենք, ես չեմ ուզում տերմիններից խուսափել, հայ տականք կամ թուրքացած հայեր, Հիմա այս հայ տականքի վրա հիմնված, այս զանգվածի հետ ով ինչ խոսակցություն ունի։ Անձամբ ես այդ մարդկանց հետ բանավիճելու որևիցե տեսակի որ իմաստ չեմ գտնում։ Մեր ժողովրդի մեծամասնությունը տականք, իհարկե ոչ։ Մեր ժողովրդի մեծամասնությունը նորմալ հայ մարդիկ են։ Գնացեք այդ նորմալ մարդկանց հետ խոսացեք, նորմալ հայ մարդկանց հետ խոսացեք, իրավիճակը բացատրեք, դիագնոզը դրեք, դեղատոմսերը առաջարկեք։ Այլ ճանապարհ գոյություն չունի։ Դուք ում հետ բանավիճել նիկոլական այս մոտեցումների հետ, սա մի քիչ արժանապատվության հարցել է։ Եթե կա մի զանգված, որը նորից եմ կրկնում, խիստ փոքրամասնություն է, որի համար նորմալ է թուրքանալը, նորմալ է 15,000 իր որդիների արյունը ուրանալը, նորմալ է 1,5 միլիոն ուրանալը, ամեն ինչը նորմալ է։ Իր համար կարևորը այդ օրվա իր ինքը տենց այդ օրը կուշտ փորով քնի, մեկ էլ վրեժ լուծի նրանցից, ովքեր իրանից հաջողակ են, եւ այդ ամեն ինչը խորհրդաբանի Նիկոլ Փաշինյանի հակահիգենիկ տեսքով
Դե այս զանգվածի հետ իմաստը ո՞րն է քննարկելու, իմաստը ո՞րն է բանավիճելու, բանավիճես որ ինչ լինի, բանավիճի իմաստը ո՞րն է, մի բան դուք կասեք, Նարեկ, մի բան ես կասեմ, մի քայլ ես հետ կանեմ, մի քան դուք հետ կանեք, ինչ որ մի ընդհանուր հայտարարի կգանք։ Այս մարդկանց հետ, այս մարգինալ փոքրամասնության հետ, որը արտաքին սվիններով Հայաստանում իշխանություն ունի, իր էլեկտորալ զանգվածով հանդերձ, սրանց հետ խոսակցություն ընդհանրապես չկա։ Սրանց հետ ընդհանուր հայտարարի գալու իմաստ չկա, որովհետև այս մարդիկ իրենց որոշումը այս կյանքում կայացրել են, իրենք թուրք են։ Չէ, բայց հիմա դուք տենց ասում եք, դրա հետ միասին պետք է ընդունենք, ուզենք կամ չուզենք, նախ ես այդ իրանք դու կարող եք ասեք մասյուն բան են, մարգինալ են, էս են, բայց իրանք եղած ակտիվ զանգվածների մեջ մեծամասնություն են, դուք պիտի խոսեք իրենց հետ։ Եղած ակտիվ զանգված ասելով ինչի նկատի։ Ի նկատի ունեմ, երբ որ մենք նայում ենք սոցհարցումները ու տեսնում ենք, որ ասենք օրինակ, հա, վաղ ընտրություն եղավ 50%-ը կամ 60%-ը, ներողություն, անտարբեր է, նա 50%-ը, 60%-ը անտարբեր են կամ չկողմնորոշված են, եղած են կողմնորոշված հատվածի մեջ իրենց էլեկտորատը մեծամասնությունը դուք պիտի խոսեք այդ։ Իրենց էլեկտորատի հետ դուք ինչ գործ ունեք, դուք գործ ունեք այդ մեծամասնության հետ, լուր մեծամասնության հետ, հիասթափված մեծամասնության հետ, որին ոչ մի օրակարգ հա տրամաբանական այլընտրանքային օրակարգ չի առաջարկվում։ Խնդիրը այս մեծամասնությունն է, լուր մեծամասնությունն է, լուր մեծամասնության հետ աշխատել է պետք, ազնիվ խոսել է պետք, առաջարկներ անել է պետք, այդ մարդկանց ակտիվացնել է պետք։ Իսկ ակտիվացնելը ո՞նց է լինում, ճանապարհ առաջարկելով։ Թե չէ բանավիճել ինչ որ մի բանի հետ, ինչ է բանավիճես։ Այդ մարդիկ իրենց որոշումը կայացրել են, ասում են, հա, այո, պատմությունը եղել է այդպես։ Ու հենց այդ խնդիրներից մեկն էլ այն է, ամենամեծ ֆունդամենտալ խնդիրներից մեկն էլ այն է, որ այնուամենայնիվ հիմա դուք ինչպիսի էպիթետներ ուզում եք կարող եք տալ, այսպես բանախոսի կարգավիճակով, հա, ես ավելի զերծ կմնամ իրականում, բայց Նիկոլ Փաշինյանը իր ընտրազանգվածին, ինչպես նաև այն չկողմնորոշված կամ հիասթափված ընտրազանգվածին, տալիս է Հայաստանի ապագայի իր մոդելը։ Այդ մոդելը թուրքական է, այդ մոդելը SN է, եւ այլն, ինքը տալիս է ինչ-որ բան։ Նիկոլ Փաշինյանը այլընտրանքային օրակարգ առաջարկող չկա, դա է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր սոցիալական բազան, նույն ինքը հայտականքը, ատում են Հայաստանի Հանրապետությունը։ Այդ մարդիկ ատել են ի սկզբանե, շարունակում են ատել։ Իրադարձությունները զարգացել են այնպես, որ իրենք դարձել են այս երկրում իշխանություն, արտաքին սվիններով պահվող իշխանություն։ Եվ շարունակում են կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, իրենց թշնամին հայկական պետությունն է, եւ հայկական պետության գաղափարական, բովանդակային հիմքերը ամբողջովին պետք է իրենք թուրք են։ Այդ մարդիկ ուզում են Օսմանյան կայսրությունում ապրեն։ Նիկոլ Փաշինյանը իրան շատ ավելի կոմֆորտ կլինի, որ ինքը վեզիր լինի։ Ակնհայտ չի դա։ Վեզիրի կարգավիճակում ու թուրքական վեզիրի կարգավիճակում հայ մարդկանցից վրեժ լուծի ինքը։ Գնա սրան բռնի, նրան ձերբակալի, սրա վրա մի բան սարկություն անի, նրա վրա մի բան գրել տա, սրան վարկաբեկի, նրան տանի դատապարտի, հա, ինքը լինելով փալաս, թուրքերի կոշիկ բանանելով, փայլացնելով ինքը լինի փալաս։ Այսինքն վեզիրի կարգավիճակը ամենալավն է իր համար։ Ես չեմ ասում, ասես միանգամից Հայաստանը դառնալու է Օսմանյան կայսրություն չկա Թուրքիա, ասենք Թուրքիայի նահանգին, բայց բովանդակությունը շատ նման է։ Բառը ամենաբուն իմաստով է նման։ Եվ այդ մոտեցումներն էլ, ցեղասպանությունը ուրանալ, կասկածի տակ դնել, այնտեղ մեղավորներին տեղափոխել, հետո գալ Արցախ, չէ, դուք հասկանում եք փիլիսոփայությունը։ Տանը չպետք է ունենաս այնպիսի նկար, որը հարևանիդ նյարդայնացնի։ Դուք հասկանում եք փիլիսոփայությունը, քայլ են անում, հա, շանտեղություն են անում։ Հետո ասում են, դե դա նրա համար էր, որպեսզի թուրքերը Թալյատ Փաշայի անունով դա չանվանակոչեն։ Այսինքն կներեք, բայց անգամ ամենավատ երազում դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի նման երկիրը իրեն թույլ կտա Հայաստանի անցակետ բացի, հա, անուն դնի Թալյատ Փաշային։ Թուրքիան հոր Նիկոլ Փաշինյանի մակարդակի չի։ Հասկանում եք, այստեղ խնդիրը քաշային կարգերի լրջության բան է, հա, որտեղ Թուրքիան աշխարհի հետ է խոսում, Թուրքիան իր մոտեցումները աշխարհին է ներկայացնում։ Թուրքիայի կոնտրպարտները Նիկոլ Փաշինյանը չի։ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի վեզիրն է։ Թուրքիայի կոնտրպարտները ուրիշ տերություններ են, շատ ավելի լուրջ։ Հիմա այդ տերություններին ինքը ասելիք ունի,
այդ մարդկանց հասկանալի ինչ որ քայլեր ունի անելու։ Թուրքիայի մասով պետք է մի փոքր այլ մոտեցում ունենալ։ Եվ նման բաներ ծախել մեր ժողովրդի վրա, բարի բուն իմաստով դա խայտարակություն է։ Դուք չեք զգում, մեր ժողովրդի մեծամասնությունը չի առնում այն ինչ որ ուզում է Նիկոլ Փաշինյանը ծախի։ Խաղաղության բոլորը հասկանում են, չէ՞, որ ինչ խաղաղություն, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Բոլորը հասկանում են, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն բերող չի։ Նիկոլ Փաշինյանը պերմանենտ կապիտուլյանտ է։ Այսինքն այս կնիքը հանելը հասկանում եք, չէ՞, ոնց է եղել։ Այդ թուրք պաշտոնյան, որ եկել էր ստեղ, տենց բացել տեսել է եւ Արարատի նկարը։ թուրքավարի ասել է, դե օրինակ էս ինչ է, էլի, էս հանեք, բան կանենք, վազելով հանել են։ Այդ քլճի մասին է խոսքը։ Վազելով հանել են, որ բարեհաճություն շահեն, որովհետեւ իրանց վերարտադրվելը արժանանակ իշխանություն պահելը կապված է թուրքերի վերաբերմունքից եւ թուրքերի դիրքորոշումից։ Ընդհանրապես սա։ Հիմա դրա հետ միասին ես ուզում եմ ինչ բան հասկանամ։ Լավ, եթե ձեր բոլոր ասածները մենք ընդունում ենք որպես ճշմարտություն։ Ես սկսում եմ ակամայից մտածել, թե ինչքան բովանդակազուրկ էլիտաներ ենք մենք ունեցել վերջին 30 տարիների ընթացքում, ընդ որում խոսքը քաղաքական գործիչների մասին չի խոսքը, այլ ընդհանրապես հասարակության արժեքներ տվող դերակատարների մասին, առաջնորդող արժեքներ, ուղենիշներ տվող դերակատարների մասին է խոսքը, որ այսպիսի ճաշը կամ այսպիսի, չգիտեմ, ապրանքը, որ դուք ասում եք, ժողովուրդը չի գնում, բայց այնուամենայնիվ վաճառվում է ու վաճառողը շարունակում է լինել ուզենք կամ չուզենք Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Չի վաճառվում։ Մարդիկ դա չեն առնում, իսկ ինքը վարչապետ կլինի թե չի լինի, դա կախված չի այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության ներքին կամ ինչ-որ Բա ինչի՞ց է կախված։ Դա այս պահին դա դասավորված է աշխարհաքաղաքական դրսևորումներով, ուղիղ Հայաստանում նշանակված է գաուլայտեր, իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Այդ խմբավորումները կարողացել են այդ հայտականք Այսինքն հայկական ձեր ասելով հայկական բանը օրակարգը տեղ չունի։ Հայկական պետականությունը պետք է ընդունել, որ Հայաստան պետությունը այսօր այդպես օկուպացված, կիսաօկուպացված վիճակում է։ Չէ, բայց ձեր տրամաբանությամբ ներողություն այնպես է, որ հայ ժողովուրդը անգամ այն հիասթափված մասան, եթե կողմնորոշվի ու փողոց դուրս գա, ապա այստեղ էլ ինքը շանս չունի։ Բայց ինչ փողոց դուրս գա։ Կամ չգիտեմ, իր բանը ասի։ Ով որոշե, որ իշխանափոխությունը Հայաստանում դա մենակ փողոցով է։ Կարող է փողոցով է, կարող է իշխանության ներսով է, կարող է այլ տեղերով է։ Հիմա ինչ եք ուզում, ինչ որ հերթական քրեական գործը հարուցվի։ Չեմ ուզում, ես ուրիշ բան եմ ասում։ Կյանքը եւ process-ը այնպեսին է, որ ցանկացած ազդեցություն բերում է փոխազդեցության։ Հիմա մարտահրավեր է նետված ինքնությանը հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության հայ ժողովուրդը։ Ես չեմ կասկածում, դուք չգիտեմ, բայց ես չեմ կասկածում, որ ինքնակազմակերպվելու է եւ դիմադրելու է։ Եվ դա ընտրությունների հետ կապ չունի։ Ընտրությունները մի դարձրեք հայոց պատմության սկիզբը եւ ավարտը։ Ընտրություններով չի սկսվում ամեն ինչ եւ չի ավարտվում ամեն ինչ։ Ընտրությունները պրոցեսին լեգիտիմություն են տալիս։ Ընտրությունները տեխնոլոգիաներ են, այո, տեխնոլոգիաներ են, այդ տեխնոլոգիաներով Նիկոլ Փաշինյանին 2018 թվականից սկսած սարքում են Հայաստանի վարչապետ։ Եկեք թվերը բացեք, նայեք, անգամ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ինչի մեծամասնության կամքով է ընտրվել Հայաստանի վարչապետ դարձել։ Բացեք թվերը նայեք։ 21-ին է, բացեք նայեք թվերը։ Ընտրությունները դրանք ընդհանրապես տեխնոլոգիաներ են, ընտրությունների վրա մի ֆիքսվեք։ Կա դիմադրություն, այդ դիմադրությունը զարգանալու է։ Ու հա, այդ ամբարտակը միտեղից պորթելու է, տանելու է, քշելու է տանի այս ամբողջ աղբը։ Այդ եթե 21 թվական, 20 թվականի նոյեմբերից հետո չեղավ, 21 թվականի process-ների ժամանակ չեղավ, 22-ին չեղավ, 23-ին, 24-ի Արցախի անկման ժամանակ չեղավ։ Աշխարհը միշտ է, հա, այդպես ստատիկ է լինում։ Աշխարհակաղակական իրավիճակները ստատիկ են լինում։ Չէ, ուղղակի այլ արդյոք թե մինչև այդ եթե դա տեղի ունեցավ անշուշտ, ինչ է մնալու Հայաստանից այդ ամբողջ։ Դե հիմա ինչ կմնա Հայաստանից, կարող է շատ ավելի մեծ բան մնա վերջում, կարող է շատ ավելի քիչ մնա։ Ընդհանուր process-ները զարգանում ենք, տեսնենք այդ process-ները ուր են տանում, պետք է ամեն ինչ անենք, որ լինի ավելին, քան անգամ մենք ուզում ենք։ Հիմա, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները դուք օրինակ բացարձակ չեք կապում ընդդիմության գործողությունների հետ։ Ընդդիմության գործողությունները կամ ընդդիմության տարբեր դերակատարների։ Ընդդիմության գործողությունները ներկայումս ընդհանրապես մի, ահա, մոտեցում կա, որը տրամաբանություն ունի, դա impeachment-ն է։
Ինչով է տրամաբանված impeachment-ը, որովհետև դա այն է այսօր, որ եթե դու գործ ունես ընդհանուր այդ կոնգլոմերատի հետ, այդ սվիններով Հայաստանում իշխանությամբ ավելու է, դու պետքա առաջին հերթին հայ ժողովրդին, երկրորդ աշխարհին անընդհատ ցույց տաս, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի։ Նիկոլը լեգիտիմ չի։ Ում է դեք թուղթ ստորագրում։ Այս 12%-անոցի հետ։ Իսկ եթե չկա impeachment-ը կամ impeachment-ից ավելի լավ բան, ուրեմն ինչ է, ամեն ինչ լեգիտիմ է, ամեն ինչ նորմալ է, հայ ժողովուրդը սրա հետ համաձայն է։ 21 թվականին դա ցույց տվեց։ Դե 21 թվականին այդ ամբողջական տրամաբանության մեջ ինչ էր սարքած։ Մահվան վկայականն էին անում, որ հայ ժողովուրդը փալասի հետ համաձայն է։ Դա չէին անում համակողմանիորեն, տարբեր շերտերով։ Դե 21 թվականին հայ ժողովուրդը գնաց իր մեծամասնությամբ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որով լեգիտիմացվեց Արցախում օգտագործությունը։ Ընտրությունները դրանք տեխնոլոգիաներ են, այդ տեխնոլոգիաներով հնարավոր է ամեն ինչ ստանալ, մեկ ձայնի ճշտությամբ անգամ։ Այս դարում դա ոչ որևիցե խնդիր այդտեղ չկա։ Հիմա խնդիրը դիմադրությունն է, եթե դիմադրություն ունեմ, այդ դիմադրությունը այս պահին քաղաքական գործիքակազմով պետքա լինի ամեն օր ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի։ Ու դա իրականությունն է։ Նիկոլ Փաշինյանը իսկականից լեգիտիմ չի։ Նիկոլ Փաշինյանը ունի 10-12%-անոց ընդհանրապես աջակցություն։ Հետո Այսինքն եթե քո բնակչության 10-12%-ն է աջակցում, եղավ այս մարդը լեգիտիմ, հա։ Դե ակնհայտ դե ընտրությունները ի՞նչ է նշանակում ընտրությունները։ Ընտրություններով դե հիմա կներեք էլի, ասենք ես նորից եմ կրկնում, ասենք տահասության բաղճա չընկնենք։ Ընտրությունները տեխնոլոգիաներ են։ Ընտրություններով հնարավոր է միշտ ստանալ այն արդյունքը, հատկապես երբ որ դու ունես արտաքին աջակցություն եւ արտաքին սվիններ, որը դու ուզում ես։ Հասկացա, բայց այդ տրամաբանության մեջ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում, եթե անում ենք մի հատ որևիցե սոցհարցում, որի արդյունքում իշխանության վստահության մակարդակը կրիտիկական ցածր է, նշանակում է անմիջապես կարող ենք ասել այդ իշխանությունը լեգիտիմ չի։ Դա իշխանությունը ստեղծված իրավիճակում իրան հարգող հասարակությունները, իրենց հարգող երկրները, պետությունները չեն գնում, հա, քաղաքական ճանապարհով, այլ ճանապարհներով են գնում։ Եվ կյանքը բերելու է Հայաստանում, չլինի քաղաքական լուծումներ, կլինեն այլ լուծումներ։ Դուք չեք կարող կյանքը ստոպ տալ, ստոպ կռանը քաշել եւ կանգնել։ 10-12% աջակցություն ունի, դուք չեք տեսնում դա։ Այլացելով Այդ չի նշանակում ինքը 10-12 աջակցություն ունի, ուրիշները 85% աջակցություն ունեն։ Դա դրա մասին չի խոսքը։ Բայց փաստը սա, այս փաստը պետք է ակնհայտ դարձնել։ Մեր ընդդիմության կոնկրետ, հա, Հայաստան դաշինքը դա չի ուզում ակնհայտ դարձնի։ Ես չգիտեմ ինչի չի ուզում ակնհայտ դարձի, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չի։ Ոնց չի ուզում Էրան գորալով դրա մասին parlamentum։ Դե դա գորալով չի, դա գործողություններով է։ Impeachment-ին չեն մի անում, ինչ չեն մի անում։ Իրենց հարցրեք, չգիտեմ։ Իրենք բացատրում են, որ ձեր գործն է։ Իրենք բացատրում են, որ այդ process-ը անլուրջ process է, որովհետև անգամ միասնականանով չի հերիքում ձայները օրակարգ մտցնելու համար։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը բանա անլուրջ process է, դատախազին անվստահություն հայտնելը լուրջ process է։ Թեման փակ է այստեղ արդեն։ Ամեն ինչ պարզ է։ Խնդիրը պետքա լինի Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ լինելը անընդհատ ցույց տալը։ Ամեն գործողություններով, ամեն քայլերով, օրինակ impeachment-ը դրանցից մեկն է։ Ցույց տվեք, որ լեգիտիմ չի։ Ժողովրդին ցույց տվեք, արտաքին աշխարհին ցույց տվեք, դա համակարգված մեծ լուրջ աշխատանք է։ Տեսնենք, առաջիկայում parlamentum կարծես ինչ-որ զարգացումներ սպասվում են։ Շնորհակալ եմ շատ։ Հրավերս ընդունելու հետաքրքիր զրույցի համար իմ հյուրն էր պատմագիտությունների տեխնացու պատմաբան Միլան Հակոբյանը։